Պարոն Քոչարյան, տեսեք համացանցը այսպես վրդովվեցրեց այս տեսարանները աղքատության, թե ինչպիսի մակարդակ ունենք մենք այսօր Հայաստանում, դա ծայրահեղ աղքատության ամենացածուն օրինակներից մեկն է, այս իշխանությունը, երբ որ եկավ իշխանության, ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու խոստումներ էր տվել եւ աղքատության տոկոսը իջեցնել, մենք տեսնում ենք, թե ինչ պատկեր է այսօր։ Ճիշտ ուղու վրա են, իրենք լավ են պայքարել, որ այս ունենք մենք այսօր, որովհետև շատ սիրում են իրենք մատնացույց անել, նախկինների դիզած ունեցվածքը եւ այլն, ու այս Տեսեք, այստեղ ուզում եմ համեմատություն տանել, էլի իրենց իրաց, երբ որ իրանք հիշում են 98 թիվ 2000-ականներ, նաև ուզում եմ հիշեցնել, որ 98 թվին աղքատության մակարդակ եղել է 50%, մոտ 50 թե 50 քանի տոկոս։ 2008 թվին, որս կառավարման ավարտին, աղքատության մակարդակը 24-25% է եղել։ Երկու անգամ նվազել է, ծայրահեղ աղքատն էլ էլի կտրուկ նվազել է, հիմա կոնկրետ թվերը չեմ հիշում։ Այսինքն հիշելուց նաև կարող են այս համեմատությունը անել։ Իրեն ժամանակ, եթե հաշվում ենք 2021 թվից մինչև հիմա, նաև հատկապես նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմից դրական հետևանքները մեր տնտեսության վրա, ինչը կարծում եմ անհերքելի է, ընդամենը 2-3% է իջել բանի մակարդակը, աղքատության մակարդակը, այնինչ նույն ժամանակահատվածում, օրինակ Վրաստանում, 2 անգամ իջել է աղքատության մակարդակը։ 2 անգամ։ Այստեղ ընդամենը 2-3%-ով է իջել, այնպես որ բնականաբար բավարար չէ այս առումով արված աշխատանքը եւ այս տարիների այդ օգուտը, որը մենք այսպես կարելի ասել օդից ունեցանք, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այն տնտեսական օգուտը, որը մեր երկիրը ունեցավ, կարծում եմ արդյունավետ չի օգտագործվել ու նաև հաշվի առեք, որ 8 տարիների ընթացքում $8 միլիարդ պարտք է ավելացել։ $8 միլիարդ։ Պարոն Քոչարյան, քանի որ նույնը ԿՊ-ի падգամավորներին հարցրել եմ, Մանարեկը հուշում է, որ ձեզ էլ այդ առաջարկը անեմ, ձեր պարգևավճարներից, այսինքն, չէ, ոչ թե կաշկանդված, այլ ես գիտեմ, որ իրենց պարգևավճարը ինչ են անում, հիմա կստացվի, որ չգիտեմ, բայց ամեն դեպքում հարցնեմ, ձեր պարգևավճարներից կամ աշխատավարձից թեկուզ պատրաստ եք վճարել, որ այս մարդիկ դուրս գան այս ծայրահեղ աղքատությունից։ Միանշանակ ու իսկապես շատ բան է այս առումով արվում, որի մասին չեմ խոսում, ես օրինակ երբեք բարեգործությունից չեմ խոսում ու նաև ում էլ որ օգնում եմ, խնդրում եմ, որ դրա մասին չբարձրաձայնեն, որովհետև իսկապես նպատակը բարձրաձայնելը չի, նպատակը այն որ մարդ ունենա այդ օգնությունը ու շատ ժամանակ նույնիսկ խնդրում եմ, եթե միջնորդավորված մարդ հալնում, խնդրում եմ, որ այն ում որ պետք է վերջնական հասնի, որ ինքը չիմանա ումից է դա եկել։ Այս իմ սկզբունքն է երկար տարիներ։ Հիմա ԿՊԱ-ականները կասեն, իրանք որտեվ աշխատավարձի հույսին չեն, որովհետև իրենք միլիարդատերեր են, հա, եւ իրենց կարող են նման բան թույլ տալ, իսկ մենք չոր աշխատավարձով ապրող համեստ եւ ազնվող Գիտեք, ես ոչ մեկին չեմ ասում դուք ձեր պարգևավճարների հետ էս արեք, այն արեք, հա, ընդհանուր սկզբունքն է մեր խնդիր պարգևավճարների մասով, որ դու ինչ արդյունք ես ցույց տվել ու ինչի համար ես ստանում պարգևավճար, այսինքն պարգևավճարը ինքն իրանով կարող է լինել նորմալ, բայց ինչի դիմացել է, եթե դու դրսից $8 միլիարդ պարտք ես բերել, դրա արդյունքը մեծ հաշվով ուղղակի համեմատելի չի այդ բերած փողին համարժեք չի այն արդյունքը, որը իրանք տվել են, դրա համար չենք հասկանում ինչի համար ընդհանրապես պարգևավճարները այս կոնտեքստում, թե չէ իրանք ինչ են անում իրանք ստացած աշխատավարձով ու մնացածով, իրանք գործն է, ես երբեք չեմ մտնում այդ հարցերի մեջ։ Իսկ մի բան հարցնեմ, ձեր քաղաքական ուժը, այն որ ԿՊ-ն շտապում է, որ արագ ավարտի այս ամեն ինչը եւ կառավարության կառուցվածքը քննարկի վարչապետը, դուք ինչի եք շտապում։ Թող նորմալ մարմանդ, ոնց որ ասում են, կրակի վրա եւ ֆիխոզակցությունը։ Ինչի համար եք ուզում անպայման շուտ ավարտվի այս ամենը։ Գիտեք, նախաձեռնությունը մերը չէր, նախաձեռնությունը մերը չի եղել արագացնելու process-ը, բայց անկեղծ չգիտեմ, իմ մոտ ճիշտն ասած տպավորություններ, որ այն ամեն ինչ ինչ էստեղ կատարվում է, մեր ժողովրդին հոգնածնում է։ Չգիտեմ, դուք կիսում եք դա թե չէ, միգուցե նաև մեր ժողովրդին խղճալով է, որ մենք համաձայնվել ենք այս process-ը արագացնելու համար, թե չէ նախաձեռնողը մենք չենք եղել, ուղղակի մենք էլ դեմ չէինք զուտ այս նկատառումը նաև